Բարի առավոտ, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում աշխատանքն է սկսում ժամը լրատվականը, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսքանը առավոտյան թողարկման համար, լուրերին հետևեք ուղիղ կեսօրին, կհանդիպենք մինչև այդ ժամը։ Բարի կեսօր, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում աշխատանքը շարունակում է ժամը լրատվականը։ Այսքանը կեսօրին շարունակեք հետևել ժամի լրահոսին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Այս և այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի օր դուք դիտում եք ժամը։ Ժամի համար այսքանը, հետևեք լրատվության, նաև ժամը 20-ին կհանդիպենք գլխավոր թողարկմանը։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Խաղաղության օրակարգը Թողարկումը շարունակում ենք ժամը լրատվականին առնչվող հուզիչ պատմությամբ, իմ գործընկեր Սոնա Թորոսյանը հրաժեշտ է տալիս լրատվական ձևաչափին։ Երկար տարիներ հենց այս տաղավարից է նա բարևել բոլորին, իրեն բնորոշ ուրույն ոճով ու բարի երեկո, երկրի գլխավոր ժամն է և ես Սոնա Թորոսյանն եմ այցեքարտով։ Նրա թովիչ ձայնը, մեկնաբանին հարիր ռիթմիկ խոսքը, խոհափիլիսոփայական ստրամիտ բացումները ու կոկիկ հագուկապն են գերել հեռուստադիտողին։ Մարդուն չի կարելի սովորեցնել լինել լրագրող, ինչպես կարելի է սովորեցնել դառնալ գրող, նկարիչ կամ երգահան։ Կարելի է սովորեցնել նոտագրություն, գործիքավորում, կոմպոզիցիա, սակայն տիրապետելով անգամ այս հմտություններին, ոչ բոլորն են դառնում երգահաններ։ Բարեկրթություն, հմայք, լավ շարժուձև, սրանք են մեկնաբանին բնութագրող բնորոշումները։ Ես որպես ժամի հնաբնակ ունեցել եմ բազում գործընկերներ, որոնց հետ ունեցել եմ հիշողության մեջ դաջված փոքրիկ պատմություններ ժամի տաղավարում և ժամից դուրս։ Եվ հնաբնակի իրավունքով այսօր տաղավար եմ հրավիրել իմ երկարամյա գործընկեր Սոնա Թորոսյանին։ Բարի երեկո, Սոնա։ Բարի երեկո, սիրելի Էռնա, բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Մեր հրավերը 14 տարի աշխատել ենք միասին, անցել ենք բազում ճանապարհ, COVID, պատերազմներ, հեղափոխություն, բայց աշխատել ենք միասին, միակուռ, հաշտ և համերաշխ, բոլորս մեր գործի նվիրալներ ենք։ Քո բացակայությունը իհարկե կզգացվի մեր ժամի թիմում, ինչ է տվել ժամը քեզ և դու ինչ ես տվել ժամին։ Շնորհակալ եմ Էռնա այդ չափ գեղեցիկ և անկեղծ խոսքիդ համար, չթաքցնեմ երևի թե շատ հուզվում եմ, մի բան, որ իմ մասին ասում են իմ գործընկերները, որ ինձ այդքան էլ բնորոշ չէր եթերում։ Դառնալով ձեր հարցին, գիտեք, եթե հեռուստամարդիկ ունեն պահապան հրեշտակներ, ապա իմանք ինձ ամենասկզբից շատ են սիրել, իմ մուտքը հեռուստատեսության աշխարհ հանրայինի այն մեծ փայտե երկաթակուռ զարդանախշերով դռնով էր եւ իմ մարտական մկրտությունը ես ստացել եմ այն ժամանակվա Հայլուր լրատվականում եւ մասնագիտական բախտավորություն էր գտնել մարդկանց, գործընկերների, որոնք ինձ համար դարձան դպրոց ու դարբնոց եւ որոնց օգնությամբ ես ձևավորվեցի որպես հեռուստատեսային միավոր, ձեռք բերեցի հեռուստատեսային ճաշակ, մտածողություն, ոչ, խոսք, գրիչ և հետո գալով ժամը լրատվական նույն բարեհաճությունը այդ հրեշտակների շարունակվեց, որովհետև այստեղ ձևավորվեցին այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դու կրթվես, սովորես, զարգանաս, կատարելագործվես որպես մասնագետ։ Դու գիտես, որքան կարևոր է միջավայրը մթնոլորտը, որում աշխատում ես և մարդիկ, որոնց հետ ստեղծագործում ես, և այդ առումով ժամը լրատվականում ձևավորվեց հզոր թիմ, իսկական պրոֆեսիոնալներ, նվիրալներ, ֆանատիկներ, ու մենք միասին կերտեցինք մի ամբողջ հեռուստալրատվական էպոխա և գեներացրինք հզոր էներգիաներ, որոնք որ դեռ վստահ եմ երկար կլուսավորեն հեռուստակամարը։ Բարի, ժամը լրատվականի մեր թիմը անակնկալ է պատրաստել քեզ համար,
ռեպորտաժի տեսքով։ Դիտենք եւ վերադառնանք տաղավար։ Սիրո։ Երկրի գլխավոր ժամն է, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի երեկո, բարի գալուստ։ Հեռուստատեսություն մուտք գործեց իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու ինքնատիպ ձեռագրով։ Ստեղծագործական ճկուն միտք, դիպուկ խոսք, բարձր ինտելեկտ ու գեղեցիկ արտաքին։ Ահա այն որակները, որ հիշում ենք առաջինը բնորոշելիս հեռուստալրագրող Սոնա Թորոսյանին։ Ինձ ինչն էր դուր գալիս Սոնայի փաստերի հետ աշխատելու կերպը, մատուցման ձևը, գործի հանդեպ ունեցած մասնագիտական պատվախնդրությունը։ Սոնա Թորոսյան անունը տարիներ շարունակ հնչել է Արմենիա հեռուստաընկերության հենց այս տաղավարից նոր շունչ ու որակ բերելով։ Կարճ ժամանակում նա դարձավ մեդիա դաշտի ֆավորիտներից, իր անսահման սերը լրագրության հանդեպ վերածելով կյանքի կոչումի, մեդիան իր երկրորդ տունը դարձրեց ու շուրջ 21-ամյա գործունեության ընթացքում բազում նվաճումներ ունեցավ։ Տիեզերակայան, մարսագնացներ, ռոբոտներ, տիեզերագնացներ ու կարմիր փոշի։ Հարցազրույցներ հեղինակավոր դեմքերի Շարլ Ազնավուրի, Սերժ Գետիկյանի, Տոնինո Գուերայի, Քրիշտոֆ Պենդերեցկիի, Ստեֆանո Ռիչիի հետ, այդ թվում մի շարք վավերագրական ֆիլմեր։ Վերջին խոշոր երկու պրոյեկտն էլ Արմենիա հեռուստաընկերության եթերում էր՝ Տիեզերական Հայաստան ու Գարնան 100 ակնթարթները խորագրերով։ Բանասիրական գիտությունների թեկնածուն ոչ միայն հեղինակեց եւ իրականացրեց գործնական լրագրության դասընթացներ, այլև կիսվեց իր գիտելիքներով դասավանդելով Երևանի պետական համալսարանում։ Վերապատրաստվեց նաեւ արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցներում։ Ես համոզված եմ, որ այս տաղավարը, ժամի տաղավարը երկար ժամանակ դեռ Սոնայի շնչով է լինելու, որովհետեւ հեռուստադիտողները, մեր հավատարիմ հեռուստադիտողները ժամը լրատվական ասոցացնում են նաեւ Սոնա Թորոսյանի հետ։ Սոնան իր գործի մասնագետն է ուղնուցուցով, պրոֆեսիոնալ ու գերպատասխանատու, հատկապես կրիտիկական պահերին։ Ֆորս-մաժորային իրավիճակներում նրա սառնասրտությունն ու հավասարակշռվածությունը դարձան այն հենասյունը, որի շնորհիվ հեռուստադիտողները միշտ ստացան ճշգրիտ եւ անաչառ տեղեկատվություն։ Ամենաբարդ պահերին նա կարողացավ ապահովել անխափան եթեր, դրսևորելով բացառիկ դիմացկունություն եւ մասնագիտական վարպետություն, դառնալով հեռուստադիտողի վստահելի բարեկամը։ Սոնա Թորոսյանի հետ աշխատանքը սկսել ենք 2011 թվականից, ավելի քան 14 տարի։ Եվ այս երկար տարիների ընթացքում կարող եմ ասել, որ Սոնան իրեն աշխատանքում դրսևորել է շատ պրոֆեսիոնալ, գրագետ եւ եղել է շատ սիրելի մեկնաբան։ Տարիներ շարունակ լինելով մեր թիմի անփոխարինելի մասը, մեր սիրելի գործընկերը նոր էջ է բացում իր մասնագիտական ուղու մեջ, հրաժեշտ տալով լրատվական ձևաչափին։ Համոզված ենք, ուր էլ գնա, ինչ նախագծերում էլ ներգրաված լինի, հեռուստադիտողը նրան չի մոռանա։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Սոնա, ես որքան տեղյակ եմ, դու մնում ես Armenia TV-ում եւ շարունակելու ես արդեն մեկ այլ նախագծերում աշխատել։ Էրդանախ թույլ տուր իմ մեջ շնորհակալություն է հայտնեմ մեր գործընկերներին այս հուզիչ ռեպորտաժի համար։ Ես չգիտեի, որ ինձ այդքան շատ եք սիրում։ Սիրում ենք։ Ինչ վերաբերում է հարցիդ, այո, լրատվական էջը ես շրջում եմ, փակում եմ, թե ոչ չգիտեմ, չեմ սիրում վերջնագրերով խոսել, բայց այս պահին շրջում եմ, բայց սիրավեպը հեռուստատեսության հետ իհարկե շարունակվում է։ Եվ այո, Արմենիա հեռուստաընկերությունն ինձ շատ հետաքրքիր մասնագիտական գայթակղիչ առաջարկ է արել, որը ես իհարկե չեմ սփոյլի, ինչպես մենք դա սիրում ենք, եւ ինտրիգը կպահեմ, միայն մի այսպես կարճաժամկետ միջանկյալ պրոյեկտի մասին խոսեմ։ Մայիսի 9-ին մենք հեռուստադիտողին կներկայացնենք փաստաբավերագրական ֆիլմ հայրենական մեծ պատերազմում եւ հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ունեցած ներդրման մասին։ Գիտեք, որ 600,000 հայորդիներ են մասնակցել այդ պատերազմին եւ այսօր մենք փորձ ենք անելու մեր երեխաներին պատմել մեր պապիկներին բաժին հասած պատերազմի, նրանց կերտած հաղթանակի ու նրանց պայքարած խաղաղության մասին։ Ես կարծում եմ շատ կարեւոր է հին ու կարեւոր տեքստերը միշտ նորովի պատմել, որ เป զի այսօր էլ մեր երեխաները լինեն անհանգիստ, հաշիվներ ունենան, վառվեն ու լինեն հիշողության մեջ։ Այնպես որ մայիսի 9-ին այո կլինի ֆիլմ աշխարհը ֆաշիզմից փրկած հայ հերոսի մասին։ Ես հաջողություն եմ մաղթում, դու այնքան պրոֆեսիոնալ ես, որ քո բոլոր նախաձեռնություններում դու կհաջողես։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անակնկալ ժամը լրատվականի թիմի կողմից առանց ծաղիկի մենք քեզ այստեղից դուրս չենք թողի, որ դու գաս։ Ծաղիկն առանց ծաղիկի հնարավոր չի։ Ուզում եմ խնդրել մեր գեղեցկադեմ սպորտային մեկնաբան Երվանդ Հակոբյանին, ծաղկե փնջով, քեզ ուղեկցի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար, մաղթում եմ հետագա կարիերայում մեծ հաջողություններ։
Շնորհակալ եմ շատ սիրելի գործընկերներ եւ Ֆերնա, եթե թույլ կտաս, այսպես Խնդրեմ։ հրաժեշտի ժամը, այո, ամփոփենք։ Գիտեք, այս աթոռը, որի վրա ես հիմա արդեն դե յուրե որպես հյուր եմ, սա պարզապես աթոռ չի, միստիկ այսպես գաղտնիք բաց է, մի բան, որ երբեք ոչ ոքի չեմ ասել։ Ինձ համար սա եղել է իմ երևակայական հրեղենձին, որն էլ ամեն անգամ հեծնած շտապել եմ եթեր ու շտապել եմ ոչնչացնելու մեր թշնամուն, ցրելու նրա ստերը, շտապել եմ հաղթելու համաճարակը, շտապել եմ սրբելու ցավի արցունքը, ավետելու բարի լուրը, սա մետաֆորա է, հա, խորհրդանիշ է։ Եվ ինչպես Քուրկիկ Ջալալին էր Սասնան տան համար սրբազան ժառանգություն, այնպես էլ այս խորհրդանիշը, որի մեջ կենտրոնացած զետեղված են հազարավոր եթերների ժամեր, հազարավոր վախեր եւ դրանց հաղթահարումը, հազարավոր երազներ ու լուրերի հաղորդավարի ամենամեծ երազանքը։ Աշխարհը առանց պատերազմների, իսկ Հայաստան աշխարհը ու խաղաղ։ Եվ ես այսօր այս իմ ձին թողնում եմ ձեզ, որպեսզի դուք այն պահեք, փայփայեք եւ փոխանցեք նրանց, որոնք կգան մեզնից հետո։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ քեզ մաղթում, սիրելիս։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։